Շարունակենք սիրելիներս մեր խորհրդատություններ երկնքի մասին եւ ես կարող եմ ասել, որ մեր հիշողությունները մենք արդեն եղել ենք այնտեղ, ինչպես այդպես գենետիկ հիշողություն կա այսպիսի մի բան, որը իմ մայրը ծնվել էր Տավուշում, երիտասարդ ժամանակ դեռ տեղափոխվել էր դեպի Երևան, Արարատյան դաշտ, բայց մենք բոլորս լցված ենք այն սիրով, որով ինքը ներկայացնում էր իր մանկության դրվագները եւ իր կարոտը փոխանցվել է ինձ։ Նույն կերպ Սասունից փախած մարդկանց կարոտն է փոխանցվել այն սերունդին, որ անգամ Սասունը չի տեսել եւ անգամ ինձ, որովհետեւ դա կոչվում է գենետիկ հիշողություն։ Միայն հարբեցողները եւ դրագ ադիկտները կարող են ուրանալ իրենց գենետիկ հիշողությունը, անսուրբ մարդիկ։ Եվ նույն կերպ լինելով Ադամից Եվայից մենք գենետիկ հիշողությամբ մենք ունենք նաեւ արքայության եթե ոչ ամբողջական, բայց մասնավոր գիտակցությունը ունենք։ Իդեպ ես ասեմ, որ փոքրիկ երեխան ինչու Աստված կարող էր, ինչպես Ադամին սարքեց հողից, այնպես էլ կարող էր ամբողջ մարդկությունը այդպես ստեղծել։ Բայց երբ որ շնորհքից ընկավ մարդը, եղավ այնպես, որ մանուկը, որ հղանում է կնոջ արգանդի մեջ, նա այդ 9 ամիսների ընթացքում, ինչպես թե հոգով ներկա է արքայությունում, նա տեսնում է հրեշտակներ։ Եվ երբ որ մենք մեռնում ենք, մեր վերջին, ուրեմն շունչը տալով մտնում ենք արքայություն, ոչ մի նորություն չկա այնտեղ մեզ համար։ Դա մեր տունն է, մենք այնտեղ եղել ենք արդեն։ Սա օկուլտ չէ, ես ձեզ խնդրում եմ հասկացեք, այն կողմը հասկանալը, այն կողմը վերլուծելը կա երկու ճանապարհ։ Մեկը ուղղափառ ճանապարհն է, որի այսինքն քո մտքի եւ քո հասկացողության մաքրությունը կախված է քո մաքրությունից, հոգու, մեղանչման ցավից, այսինքն թե նարեկացին Սուրբ Գրիգոր ոչ մի մեղք չի գործել իր կյանքում, նա փոքրուց հրաշագործ էր։ Բա կարդում ես նրա մազյան ողբերգությանը եւ նա ամբողջ մարդկության մեղքերը վերագրում է իրեն։ Այդ է սրբությունը, սիրելիներս, որովհետեւ մենք հասկանանք մեր թուլությունները եւ որքան մենք հասկանում ենք եւ խոստովանում ենք եւ խնդրում ենք ուժ, այնքան Աստված տալիս է, զորացնում է, մեզ սրբացնում է։ Եվ որքան մենք սրբանում ենք, այնքան մեր հոգևոր տեսողությունը բացվում է։ Բայց մարդիկ յոգա են անում, մարդիկ կոնտակտի մեջ են մտնում դևերի հետ։ Դա կարող են այլ Մեջդիգորյան օրինակ կոնտակտի մեջ են մտնում Աստվածամոր հետ։ Դուք իմացեք, որ ճշմարիտ հայտնությունը քո պատվերով չէ։ Եթե դու պատվեր ես տալիս մի բան, դևն է գալիս։ Աստվածային ճշմարիտ հասկացողությունը գալիս է սրբությունից, իսկ հայտնությունները գալիս են ոչ քո կամքից, երբ որ Տերը անհրաժեշտ է գտնում։ Այդպես է։ Հիշեք, սա կանոն է։ Սա օրենք է Աստվածապաշտության մեջ։ Մենք չենք խնդրում հրաշքների համար։ Հրաշք խնդրեցիր, սատանան կանի։ Իսկ ինչ վերաբերում է արքայությունը հասկանալու, նորից եմ ասում, գենետիկորեն այն քո մեջ է։ Դու միայն սուրբ եղիր, մտածիր այդ մասին, իմացիր, հենված եղիր քո մտքերով եւ կամքով եւ ամեն ինչով աստվածաշնչային գրվածների վրա եւ Աստված քեզ կբացի գաղտնիքները։ Ինչ լեզվով ենք մենք խոսում երկնքում։ Սա պրիմիտիվ մի բան է, որովհետեւ դա մենք ունենք դրա օրինակը Պենտեկոստի օրը, որ գալիս է շուտով ամսի 14-ին մայիսի եւ գրված է, որ հուրը իջավ կրակե լեզվակները իջան եւ մարդիկ խոսում էին ամեն մեկը իր լեզվով եւ իրար հասկանում էին գործքի առաջին գլուխն է դա այսինքն երկնքում նույնպես այդպես է դու խոսում ես հայերեն եւ մարդը որը
չգիտեմ, արաբ է կամ ֆրանսիացի է կամ անգլիացի է, նա քեզ հասկանում է։ Այսինքն թե Սուրբ Հոգու միջնորդությամբ ենք մենք իրար հասկանում եւ սա ասում է բոլոր լեզուները, եթե Բաբելոնի ժամանակ բոլորը խոսում էին մի լեզվով եւ բոլորը իրար փոխանցում էին իրար սխալները դիվապաշտությունը, Աստված ատեց դա, բայց հետո Սուրբ Հոգու գալստությամբ Աստված նորից միավորում է իր հոտին, իր ժողովրդին միավորում է մեկ լեզվով, մեկ պաշտամունքով եւ Քրիստոսի ճանաչողությամբ։ Ուրեմն երկնքում մենք խոսում ենք մեր լեզվով եւ տավուշի ուրեմն կամ իմ փեսան խոսում էր Սիսիանի բարբառով, իմ մայրը տավուշի բարբառով եւ հիմա նրանք երկնքում ինչպես են հաղորդակցվում Աստծո հետ, եթե պետք է։ Նույնն Աստված նրանց հետ խոսում է տավուշի բարբառով։ Աստված գյումրեցի սրբի հետ խոսում է գյումրի բարբառով։ Հասկանում եք ինչպես է։ Ինչպես Բեռնեդեթի հետ Աստվածամայրը խոսեց ֆրանսիական այդ շրջանի շատ արհամարված բարբառով, նաև լատիներեն նույնպես նա բառեր էր օգտագործում, որ Սրբոյի Բեռնեդեթ չէր հասկանում, բայց կրկնում էր։ Ահա սիրելիներ, ես ուզում եմ ասել, որ մենք աթեիզմը ձեզ խորթացրեց Աստծո ներկայությունից եւ Աստծո թագավորությունից, բայց այն մեր մեջ է, ինչպես եւ Տերն է ասում, եւ այն մենք որքան ամեղ է, ինչպես նոր հաղացած երեխան, այնքան նա գիտի արդեն, մենք ճանաչում ենք երկինքը գենետիկ հիշողությամբ եւ մեր մոր արգանդից, եւ երբ որ մենք գնում ենք երկինք մահվան պահին, ինչպես ասացի, ցավոք սրտի, միշտ չէ, որ մարդիկ վկայում են, երբ որ գնում են երկինք, հիմնականում սրբերը Հիսուսի անունն էին տալիս, բայց իրենց ինչպես է անակնկալ այդ փառքի հայտնությունից իրենք անընդունակ են դառնում խոսելու, բայց մենք գիտենք, սիրելիներ, վստահ եղեք սրանում, այն ինչ որ ես ասում եմ, դա հիմնականություններ են, եւ այն ինչ որ ես ասում եմ, որ երկնքի արքայությունը նույն փայլի փառքի միջի երկրի կյանքն է, դա մի քիչ կոպիտ է հնչում, որովհետև այնտեղ նյութական չէ, նյութը գերնյութ է այնտեղ, եւ մենք դա չենք կարող պատկերացնել, Աստծո ներկայությունը մենք դա չենք կարող պատկերացնել, Քրիստոսին մենք եթե տեսնում ենք այստեղ հրեշտակի միջնորդությամբ ենք տեսնում, անստեղծ Աստծուն, որը անստեղծ լույս է, մարմնի, այս կավի մարմնի մեջ մենք չենք կարող տեսնել, բայց ահա, եթե այստեղ Քրիստոսին տեսանք, շոշափեցինք, եւ նա իրեն ունայնացրեց, տեսանք նրա աստվածային փառքը, նրա աստվածային գործունեությունը 5 նկանակ հացով 5000 հոգու կերակրելը, Ղազարոսին հարություն տալը, իր հարությանը, որ իր համբարձումը, որ հազարավոր մարդիկ էին արդեն վկա, եւ բոլորը տարածեցին իրենց տեսած աշխարհով մեկ, եւ հենց այնպես չէին ասում, այդ հեքիաթ չէին պատմում, եւ բոլոր աշակերտները, բոլոր վկաները, բոլոր դարերում եղել են Քրիստոսի նման, մեծ հրաշքներ են կատարել գերմարտկային, գերբնական հրաշքներ եւ մարդիկ ամբողջ աշխարհը դարձի եկավ։ Հիմա իհարկե իդ գնալու process է։ Հիմա պետք է հասկանալ, որ Քրիստոս երկրի վրա եղավ ծառա, դա մեր միակ առիթն էր իրեն ճանաչելու, երկնքում այդպես չէ։ Երկնքում դու տեսնում ես նրա գահի նստած նրա փառքը երրորդության մեջ արդեն, որը մոտավորապես մենք գիտենք, որ Հայր Աստված Քրիստոս որդին եւ ինքն է ասում Աստված է, Հայր Աստվածն է մեզ վկայել, որ նա որդի է եւ ինքը Քրիստոսն է մեզ վկայում, որ Հայր Աստված կա եւ Սուրբ Հոգի կա։ Բոլոր փաստերը գրված են ավետարանում եւ գործքի մեջ բոլորը իրականություն որպես բոլորը ականատես են եղել։ Եվ ահա երկնքում արդեն դու տեսնում ես այս երրորդությունը փառքի մեջ եւ ընդունակ ես դա տեսնելու, որովհետեւ արդեն դու ինքդ գերմարտկային ես, գերնյութական ես։
նյութը արդեն ոչինչ չի նշանակում։ Եվ ահա սիրելիներս, երկնքում ինչպես է Սուրբ Թերեզա Լիզիոն բացատրում, երրորդության փառքը անսպառ է, նայեք ինչ սարսափելի բառ է դա, անսպառ, անվերջ, անպարփակելի, Նարեկացին հրաշալի կերպով բացատրում է, անիմանալի, անպարփակելի, սկիզբը անվերջ, այսինքն թե որքան էլ մենք դառնում ենք կատարյալ, Ադամի նախնական վիճակին վերադառնալով արած ընդունակ չի ամբողջովին տեսնելու երրորդությանը։ Եվ մենք տեսնում ենք այնքանով, որքանով որ սրբված ենք։ Այսինքն թե նման ենք բաժակների, ինչպես բացատրում է Սրբոյ Լիզիոն, Թերեզա Լիզիոից։ Կա փոքր բաժակ լրիվ լցված, ասենք թե օրհնված ջրով, կա մեծ ափսե լրիվ լցված, եւ կան ավելի մեծ ամաններ լրիվ լցված, այդպես է մարդկային հոգին։ Ըստ քո ծավալի հոգու սրբության ծավալի դու լցված ես տեսիլով աստվածային, ուրեմն այդ պատկերով, որ քեզ ամբողջովին երջանկացնում է, ինչպես թե հոգևոր իմաստով, ֆիզիկական իմաստով մեկը կարող է կարճատես լինել, մեկը շատ սուր տեսողություն ունի, հոգևոր իմաստով էլ երկնքում նույնն է։ Կան մարդիկ, որ տեսնում են Քրիստոսին ավելի կատարյալ, որոնք ավելի սրբեր են, քան մյուսները, համեմատած մյուսների հետ։ Եվ ամենակատարյալ ձևով տեսնում են մարտիրոսները։ Դրա համար ամեն մի քրիստոնյա երջանկությունը եղել է մարտիրոսվելու մեջ, որովհետև դա տալիս է անպարփակ համարյա մոտեցում Քրիստոսին։ Եվ իհարկե կան նաև մարտիրոսներ, որոնք արյան մարտիրոսներ չեն, այլ իրենց ամբողջ կյանքը ապրել են տառապանքի մեջ, ինչպես մեր Սուրբ Լուսավորիչն էր, որը անարուն մարտիրոս է։ Մեր բոլոր սրբերը եղել են անարուն մարտիրոսներ, սիրելիներս։ Այդ սատանայական օձը միշտ եղել է մեր եկեղեցում, որը հակառակվել է ուղղափառ աստվածաբանությանը, եւ ահա հիշենք Խորենացուն, որը եպիսկոպոս էր, Սուրբ Մովսես Խորենացի, եւ այդ մասին ոչ մեկը չեն ասում։ Նա միաբնակների կողմից հալածված էր, ես արդեն ապացուցել եմ, ներկայացրել եմ, հայերը եղել են Քաղքեդոնի ժողովում, եւ Քաղքեդոնի ժողովը դա Աթանասի ուսանքի վրա հիմնված հիմնականություն է, երկու բնությունը անխառն, ինչպես հոգին մարմնի հետ չի խառնվում։ Եվ ահա ինչ արեցին, արտաքսում էին այս միաբնակները, Մովսես Խորենացին ամբողջ իր կյանքը անցկացրեց ջրաղացուն, որովհետև թշնամանքը այնքան խիտ էր նրա շուրջը, եւ անգամ երբ որ նա մահացավ, միաբնակները հանեցին նրա ոսկորները եւ գետի մեջ թափեցին։ Այսօր դրանք այնտեղ են, այդ կոմիտաս վարտապետներ, ես շատ գիտեմ, շուտ անգամ դրանց զգախշելի է ինձ։ Եվ ահա, ով չի անցել այդ սարսափներով, Նարեկացին փոքրուց հրաշագործեր փախավ լեռները, անգամ գնում էին լեռներ իրեն հալածելու այնտեղ, եւ իրենք Վասպուրականում կար Նարեկացու ձեռքով գրված մատյան ողբերգությունը, որ միաբնակները իրեն ձեռքով վառեցին։ Մենք ունենք հիմա կոպիները արտագրված, բայց բնագիր չունենք Նարեկացու։ Ներսես մեծը, մեծ կաթողիկոս էր նա, Սուրբ Բարսեղ կեսարացու ընկեր, եկեղեցու հիմք, սյուն, եւ նա ուներ ամբողջ արարատյան դաշտը թագավորած նստատեղի էր կոչվում, անգելանոցներ էին կոչվում, փաստորեն աղքատանոցներ էին կոչվում, որոնք հիվանդանոցներ էին, սննդի տեղեր էին աղքատ մարդկանց համար, եւ այդ ամեն ինչը ղեկավարում էր Սուրբ Ներսես մեծը։ Եվ պապը նախանձից, թե ինչից, ես չգիտեմ, դիվահարված հոմոսեքսուալիստ ինչ պետք է լինի,
Սուրբ հաղորդության արյան գինու մեջ, որ փոխարկված էր արյան արդեն, թուն լցրեց եւ այսպեսով Նրսես մեծը սուրբ լինելով նա գիտեր, որ իրեն այդ սկիզբն է մատուցում պապի այս քահանան եւ նա վերցրեց իմանալով, որ գինին թունավորված է եւ մահացավ եւ ահա այդ մեր իրավիճակը մենք երբեք ճշմարիտ եւ ուղղափառ կանոնները ինչպես շնորհալ են հաստատեց չենք հետևում ժողովուրդը չգիտի չի հետևում բոլոր դարերում այդպես է եղել եւ բոլոր դարերում եղել է այս վտանգը որ ահա կռապաշտ դարձան որ ահա մուսուլման դարձան հայերը սովետի ժամանակ ահա կոմունիստական կուսակցության անդամներն էին միայն ապրում մենք կողքից նայում էինք որպես օտարներ սովետի կարգի անկումից հետո արդեն սկսեցին ապրել միայն գողերը եւ բանդիտները իսկ հիմա այլ ասերվածները այդպես է արդյոք ուրիշ ազգերի մեջ ինձ չի դարձում ուրիշ ազգերը ես հիմա գենետիկ հիշողությամբ կապված եմ հայ լինելով արմատների հետ եւ ամեն մի հայ սխալը ինձ պատճառում է մահվան տառապանք եւ այդպես պիտի լինի եւ ահա օգտվենք առիթից սիրելիներս քանի դեռ երկրի վրա ենք հիշենք Քրիստոսի արցունքները որ թափվեցին այս հողի վրա եւ մենք էլ մեր արցունքները թափենք խառնելով այդ նվիրական արցունքներին մենք էլ մեր սուքը անենք հիշելով որ ստեղծիչը անարատ ամենազորություն ամենասրբություն ամեն ինչի սկիզբ եւ վերջը ահա նրան խաչեցին եւ մենք տեսնում ենք մեր հոգու աչքերով նրա արյունակամ լինելը ուրեմն ինչ է այս կյանքի դժվարությունները մեզ համար մի փոքր չափով կիսելու մեր տիրոջ տառապանքները ինչու որովհետև երկնքում չեն լինելու ոչ մի տառապանք եւ երբ որ դու գնաս երկինք եւ հիշես քո աղոթքները քո սրտացավությունը Քրիստոսի մասին քո խորհրդածությունները եւ արցունքները ամեն մի այդ քո ապրումը ադամանդի պես պիտի շողա քո հագուստի վրա քո թագի վրա որտեղ դա նույնպես մարտիրոսություն է եւ ասերից հիշեք որ կեղծարարները որոնք խոսում են Քրիստոսի անունից այստեղից այնտեղից տրամաբանական ինչպես է եզրակացություններ անելով դա չէ Քրիստոսը իսկական քրիստոնյան արյուն է թափում եւ արցունք է թափում Քրիստոսի հետ միջև իր կյանքի վերջին պահը եկեք ապրենք որպես կենթանի մարտիրոսներ եկեք ապրենք որպես անարյուն մարտիրոսներ որովհետև մենք սուրբ ազգ ենք եւ եկեք փայփայենք մեր գենետիկ հիշողությունը միանալով մեր մարտիրոսներին եւ գնալով երկինք որպես սուրբ ազգի սուրբ ներկայացուցիչներ ամեն